Այսօր մենք հետևյալ ընթացակարգով Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը ամենայն հավանականությամբ մինչև այս տարեվերջ կմիանա Եվրոպայի ամենազդեցիկ քաղաքական ընտանիքին, աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ Տարիներ տևած քննարկումներից եւ կուլիսային բանակցություններից հետո Բրյուսելից հաղորդում են Ազատության աղբյուրները։ ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է եւ մի շարք ազդեցիկ գործիչների, այդ թվում Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի եւ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական ընտանիքը։ Ազատության աղբյուրների համաձայն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականից է ցանկացել միանալ ԵԺԿ-ին։ Կուսակցության ներսում են հետաքրքրված եղել, քանի որ ԵԺԿ-ն ձգտում է ներգրավել նաև Եվրամիությունից դուրս գտնվող եվրոպական երկրների քաղաքական ուժերին։ Մինչև այս տարի քննարկումներում մեծ շտապողականություն կամ թափ չի եղել, սակայն այս տարեսկզբին քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներն այցելել են Բրյուսել, հանդիպել եւ քննարկել կուսակցության անդամակցության հնարավորությունները ԵԺԿ պաշտոնյաների հետ։ Մարտին արդեն այցելելով Ստրասբուրգ, Փաշինյանը Եվրախորհրդարանում ելույթ ունենալուց բացի հանդիպել է նաև ԵԺԿ-ի առանցքային պաշտոնյաների, մասնավորապես կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ։ Հենց այդ ժամանակ էլ ըստ Ազատության աղբյուրների քաղաքացիական պայմանագիրը պաշտոնապես ԵԺԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել։ ԵԺԿ-ն մինչ այս պահը որոշում չի կայացրել։ Ընդ որում հստակ է, որ որոշում կայացնելուց առաջ կուսակցության անդամները նախ պետք է պաշտոնական փաստահավաք առաքելություն իրականացնեն եւ այցելեն Երևան։ ԵԺԿ աշխատակազմի աղբյուրները Ազատությանը հաղորդել են, որ այդ փաստահավաք առաքելությունը հավանաբար տեղի կունենա հոկտեմբերին, ինչը հնարավորություն կտա քաղաքացիական պայմանագրին պաշտոնապես միանալ ԵԺԿ-ին մինչև այս տարեվերջ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ըստ նույն աղբյուրների Փաշինյանի եւ նրա կուսակցության նկատմամբ ԵԺԿ-ում տրամադրվածությունը ընդհանուր առմամբ դրական է։ Այդուամենայնիվ կան որոշ մտահոգություններ։ Մեկը Փաշինյանի արդեն շուրջ 1 տարի շարունակվող առճակատումն է հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ ԵԺԿ անդամ մի շարք կուսակցություններ քրիստոնյա դեմոկրատական են, շատ երկրներում հոգևորականության հետ սերտ կապերով։ Մեկ այլ խնդիր այն, որ ԵԺԿ-ին արդեն անդամակցում են երկու հայկական կուսակցություն, Հանրապետականն ու Ժառանգությունը։ Ընդդիմադիր այս ուժերն այնքան էլ չեն ցանկանում կանաչ լույս վառել քաղաքացիական պայմանագրի անդամակցությանը։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը Ազատության հետ զրույցում պնդեց. անցած տարիներին պայքարել են եւ շարունակելու են պայքարել, որ ՔՊ-ն չանդամակցի, ԵԺԿ-ն էլ մնա գաղափարական մարմին։ Նաև ժառանգության ակտիվ գործունեության արդյունքում մենք մեր եվրոպացի գործընկերներին մատնանշել ենք այն բոլոր ռիսկերը, որոնք առկա են ՔՊ անդամակցության պարագայում, ՔՊ-ի հակաժողովրդավարական մարդու իրավունքների եւ դատական իրավապահ համակարգի օգտագործման կաբանտարկյալների եւ մի շարք այլ խնդիրները մենք բարձրաձայնել ենք, բարձրաձայնում ենք եւ շարունակելու ենք բարձրաձայնել։ Հայաստանյան կուսակցությունների անհամաձայնությունը սակայն դժվար թե լուրջ խոչընդոտ դառնա, քանի որ նրանք ասոցացված անդամներ են եւ այս հարցով քվեարկությանը չեն մասնակցելու։ Բացի այդ, անդամակցության համար անհրաժեշտ է ստանալ ԵԺԿ քաղաքական վեհաժողովի ձայների պարզ մեծամասնությունը։ Այս շեմը քաղաքացիական պայմանագիրը ամենայն հավանականությամբ կկարողանա հեշտությամբ հաղթահարել, քանի որ աջակցություն ունի հարթակում այժմ վճռորոշ ձայն ունեցող երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի պատվիրակների շրջանում։ Dear Manfred, dear Ursula, dear Roberta.